Հրապարակը գրում է Հայաստանի ուժայինները իհարկե ամեն ինչ արել էին, որ այս անգամ Սյունիքում Փաշինյանին սյունյաց ողջույններով չդիմավորեն, բայց դա չի նշանակում, որ Փաշինյանի ռեյտինգը բարձրացել է Սյունիքում։ Երեք թերթի խմբագրություն են զանգել սյունեցիներն ու իրենց մերժումը հայտնել, մեկն ասել է, ինչի է այդ կինտոյի գլխարկը դրել եկել կապան։ Նույնիսկ փակ դահլիճներում գլխից չի հանում անկիրթը ու դեռ ուզում է մեզ կրթել։ Մյուսն էլ ասել է առանց կնոջ ոչ մի բան չի անում, արտասահման գնում պոդքասթներ, բան, դահլիճներում իրար հետ միջոցառումներ, հիմա էլ առել եկել է Սյունիք, փոխանցում է թերթը։ Փաստում կարդում ենք վերջին ամիսներին Փարաքարի ու Գյումրու ավականու ընտրությունների ֆիասկոից հետո առավել եւս մի շարք բարձրաստիճան ՔՊԱ-ականներ իրար հերթ չտալով խոսում են, թե ՔՊ-ի վարկանիշը բարձր է հաջորդ ընտրություններում անվերապահ հաղթելու են։ Զուգահեռ փորձում են տպավորություն ստեղծել, թե այս կամ այն համայնքներում պարտությունը նորմալ է, դա փորձելով փաթեթավորել ժողովրդավարության անվան տակ։ Այս ամենը ոչ թե ուղղված է լայն հանրությանը, այլ իրենց շարքերին։ ՔՊ-ում շատերը պարզապես տեղները չեն գտնում, քանզի բոլորն էլ հասկանում են, որ վարկանիշի միակ աղբյուրը Փաշինյանը վաղուց այլևս ոչ միայն կորցրել է վստահությունը, այլև ներկայում ունի ամենաբարձր հակավարկանիշը, ինչպիսին Հայաստանում ոչ մի ղեկավար չի ունեցել։ Այսինքն ակնհայտ է, որ ՔՊ-ն ոչ մի պարագայում ոչ մի շանս չունի վերարտադրվելու արդար ու ազնիվ ընտրություններով։ Ավելին, ՔՊ շարքերում ակտիվացել են խոսակցությունները, որ իրենց գուցե չփրկեն նաև վարչական ռեսուրսի տոտալ չարաշահումներն ու իրավապահ համակարգի ներգրավումը։ Հավանականությունը, որ ժողովուրդը այլևս չի տրվի այդ մանիպուլյացիաներին ու կքշի գործող իշխանություններին չափազանց մեծ է։ Դրա համար պարզապես հարկ կլինի, որ հակաիշխանական տրամադրվածություն ունեցողները, որոնք գերակշիռ մեծամասնություն են, մասնակցեն ընտրություններին, իսկ դրան կարող է նպաստել իրապես ընդդիմադիր ուժերի մասնակցությունը, քանզի ակնհայտ է, որ մի քանի սատելիտ ուժերից բացի մնացյալը հաստատաբար հանդես են գալու հականիկոլական դիրքերից։ Մյուս կողմից ՔՊ-ում հասկանում են, որ արտաքին աջակցություն էլ չկա, արևմուտքը արդեն նախկին ոգևորությունը չունի իրենց հանդեպ, իսկ Ռուսաստանի հետ մաքսիմալ փչացրել են հարաբերությունները։ Ըստ այդմ, շատ ՔՊԱ-ականներ մտորումների մեջ են 26-ի ընտրություններին գնալ ՔՊ-ի հետ, թե ճիշտ ժամանակին շահ ու փորձանքից հեռու մնալ։ Հրապարակում էլ կարդում ենք արտերկրում հավատարմագրված դեսպանները հազվադեպ են ծախսատար միջոցառումներ կազմակերպում միայն հույժ անհրաժեշտության դեպքում, ասենք Հայաստանի անկախության տոնին։ Դեսպանները որպես կանոն օգտվում են տեղի համայնքի ֆինանսական ու այլ աջակցությունից, այդ առումով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը տարբերվում է, որովհետև աղքատ մարդ չէ, ֆինանսական միջոցներ է տնօրինում, որոնք ծախսում է։ Թերթը տեղեկացել է վերջերս մի քանի գինեգործական ընկերություններ Մոսկվա են տարել իրենց արտադրանքը, նա փորձել է աջակցել, հրավիրել է Ռուսաստանում հավատարմագրված 20 երկրների դեսպանների համտեսելու, բնականաբար միայն գինով չեն սահմանափակվել, հայկական սեղան են գցել, ցուցադրել գինու կոնյակի համային առավելությունները, բայց այդ միջոցառման մասին հիշատակում չի արվել դեսպանատան կայքում, համարել են, որ այն մասնավոր է, բյուջեից գումար դուրս չի գրվել ու նրա պարտականությունների մեջ չի մտել։ Ժողովրդի իրազեկ աղբյուրներն էլ փոխանցում են Հայաստանի կառավարությունում, երբ 23 թվականին սկսել են հարկերը բարձրացնելու մասին աշխատանքային քննարկումները, նախագիծ է եղել, որ տնտեսության բոլոր ճյուղերի, այդ թվում Հայաստանի տարածքում գործող բանկերի ծառայությունների նկատմամբ ԱՀ-ն պետք է սահմանվի։ Սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը բանկերի հովանավորն է համարվում գործադիրում, դիմադրել է բանկերին վերաբերող նախագծին, անգամ Փաշինյանի խորհրդականներից մեկն է այս տարվա հունվարից կրկին նախագիծը բերել, որը դարձյալ չի կարողանում առաջ մղել։ Խնդիրն այն է, որ եթե բանկերի ծառայությունների մասով ԱՀ սահմանվի, տուժելու են սպառողները, քանի որ բանկերը ստիպված են լինելու ծառայությունների գները հարկի չափով բարձրացնել, կստացվի, որ եւ տոկոսները կբարձրանան, եւ մյուս ծառայությունների գները, որ եկամուտների մակարդակը ապահովեն ու կտուժի բանկ մտնող յուրաքանչյուր քաղաքացի։ Բայց
Կառավարության մյուս կողմը հակափաստարկ է բերում, թե 17 բանկեր այնպիսի գերշահույթ են ստանում, որ կարող են դրանից պակասեցնել ու ավելացնել հարկերը։ Ինչ վերաբերում է շահութահարկի բարձրացմանը, այստեղ էլ կատեգորիկ դիմադրությունը Էլի Մհեր Գրիգորյանից է եղել, քանի որ բանկերը աշխատում են այսպես ասած սպիտակ թափանցիկ դաշտում, չեն կարող մրցակցել տնտեսության մյուս ճյուղերի հետ։ Եվ քանի դեռ ստվերը ամբողջությամբ վերացված չէ, 100% թափանցիկ աշխատող բանկերը չպետք է հարկվեն ավելի։ Դա մեծ վնաս կհասցնի տնտեսությանը։ Այս հարցերով էլ հարկերի բարձրացման կողմնակիցների փաստարկները եղել են, թե բանկերը թող գերշահույթ չստանան, թե ինչով կավարտվի այս հակամարտությունը գործադիրում, ըստ ժողովրդի պարզ չէ, քանի որ Փաշինյանը դեռ լսում է կողմերին։ Միայն փաստ է, որ մանր ու միջին բիզնեսի համար շրջանառության հարկը այս տարվա փետրվարից արդեն բարձրացել է 5-ից 10%-ով և ավելի։